Բարև ձեզ, ես Նրբիսիմեն եմ, հարցս կուղեմ բոլորին, ինչ կարծիք ունեիք մինչև Ռոբերտ Քոչարյանին ճանաչելը ու իրեն ճանաչելուց հետո։ Բայց շատ զգուշ։ Կարծում էի շատ խիստ, պարզվեց ինչ, պարզվեց։ Ես ինչ եմ հասկացել, էլի, եթե ձեզ adekvat հիմնավոր կարծիք ասենք, անհնար է դա փոփոխություն չբերի։ Մոտ 80-90%-ով պատկերացրել եմ նենց, ոնց պարոն նախագահին հիմա ճանաչել եմ եւ եթե դու չլինես, չգիտեմ, երբեմն նաեւ խիստ չլինես կարգապատ, դու չես կարող ունենալ այդ հաջողությունները։ Մի պատմություն էլ ես պատմեմ, ազգային ժողովում ելույթ եմ ունենում, եւ քննադատում եմ նախորդ իշխանության ժամանակ բաց թողումները, բան, մինչեւ գալիս եմ հեռախոսս եմ հասնում, տեսնում եմ տասնյակ զանգեր, բան, ասում եմ, բա որ դու քննադատում ես, բա չես վախենում նախագահը կարող է բան անի, նեղվի կամ չգիտեմ, եւ այս առումով այդ կարծրատիպերը, այդ միֆերը, որ կա իրապես գոյություն չունի, էլի, Ժողովուրդ ջան, շատ անկեղծ եմ ասում այդ ամեն ինչի մասին։ Ես մի բան հասկացա, էլի, դուք ուզում եք ձևավորված իմիջս քանդել, քայքայել, ասենց գետնով տա, խստության վերաբերյալ, այո, ճիշտ է, խիստ եմ, բայց ոչ թե քննարկումների ժամանակ։ Եթե որոշումը կայացված է, պետք է խիստ լինես եւ միջև վերջ հետեւես որոշումները տեղ հասնեն։ Դու պետք է հնարավորություն տաս մարդիկ արտահայտվեն։ Եթե հնարավորություն չտաս, եթե մարդիկ զգան, որ արտահայտվելուց, եթե մեկ այլ կարծիք են ասում, կարող է կոպտես, այլևս կարծիք չես լսելու։ Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է։ Հետո պետք է ուղղակի ասենց երկաթյա կարգապահությամբ պետք է կատարվի։ Կարգ ու կանոնը իմ ասենց նաև տեսակի մեջ է, բայց երբեք չեմ համարել, որ ես ամեն ինչի մասնագետ եմ եւ ձեր բոլորի կարծիքը ինձ համար նշանակություն ունի։